Նիկոլ Փաշինյանը ընդամենը հանրային ծառայող է, հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայող։ Իսկ յուրաքանչյուր հանրային ծառայող պարտավոր է ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին։ Եթե որևէ մեկը չի ցանկանում ենթարկվի մեր երկրի սահմանադրությանը եւ օրենքներին, ապա կարող է գնալ այլ երկրներ եւ ծառայի այլ պետությունների, այլ ժողովուրդների։ Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի պարագայում Թուրքիային։ Եթե նա ուզում է, որպեսզի Հայաստանի վարչապետի պաշտոնում ծառայություններ մատուցի Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների նրանց ժողովրդին, մենք դա չենք կարող թույլ տալ։ Նայած ծառայությունները կարող են մատուցել, եթե լինի Ադրբեջանի կամ Թուրքիայի հանրային ծառայող։ Եթե իհարկե այնտեղ իրան աշխատանքի ընդունա, չեմ կարծում իհարկե, որ այնտեղ որևէ մեկը իրան այդ գիտելիքների, այդ փորձառության տեր մարդուն այնտեղ որևէ մեկը աշխատանքի կվերցնի։ Ինքը պարտավոր է ենթարկվի մեր օրենքներին։ Ինքը չնայած որ ասում է, որ հարյուրավոր անգամներ, 100-ից ավել անգամներ մահացել եւ հարություն առել, ինքը դրանով աստվածային ուժ եւ կարողություններ ձեռք չի բերել եւ ոչ էլ հեղինակություն։ Դա ընդհանրապես ընդգծել է դատապաշտական ծառայությունների թերացումը, որ դիակը ժամանակին չեն հերձե ու թողել են այդ process-ը տեղի ունեցել։ Ընդհանրապես դա ինքը աստվածային հեղինակություն ձեռք չի բերել։ Թե ինչ խնդիրներ ունի Հայաստանը որպես պետություն, մեր անկախության հռչակագիրը հստակ ձևակերպել է։ Մասնավորապես անկախության հռչակագրի 11-րդ կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը հետևողական պայքար է տանելու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ, ընդ որում ընդգծելով, թե դա որ ցեղասպանության մասին է խոսք 1915 թվականին Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայում Եվ եթե հիմա ինքը այդ պետության պաշտոնյա է, հանրային ծառայող է, հռչակագրի 12-րդ կետն էլ ասում է, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա պարտավոր է ենթարկվի հռչակագրի դրույթներին։ Հիմա ինքը հերիք չի ենթարկվում, հետ էլ ուզում է այդ հռչակագիրը չեղարկի, ընդամենը հանրային ծառայող, վարչապետը ինչ է։ Այսօր ազգային ժողովը կարա իմպիչմենտ անի, վաղել ինքը վարչապետ չլինի։ Ուտես կարա մի գումարման ընթացքում լինի, ասենք 5 անգամ։ Մենք այդ ինչ դեր ենք իրան տվել, ինքը իրան ինչ դերա վերագրե, փիլիսոփայական մտքեր ասում, ծառայող ես, վեր ենք պարտականություններդ կատարի, չես կարում կատարես, ռադելի գնա, ով ասում որ դու ես ժողովրդին պիտի անդադ պատերազմների մեջ ներքաշես, ցեղասպանությունների թիրախ դարձես, ինչը որ արել է, իր պաշտոնավարման շրջանում Արցախում ապրող 150,000 մարդ ենթարկվել է ցեղասպանության եւ բռնի տեղահանության։ Այդ մարդիկ ինչի են լքե իրանց հազարամյա բնակավայրերը, իրենց ապրելու վայրը, միայն հայ լինելու համար։ Ու հիմա ինքը նստած, ասենք, դերասանություններ անում, հեռախոս դերական, ինչա շատ անհաջող դերասան է, ասենք, իրանց թիմից թերևս մենակ Հայկոն է, որ մինչև հիմա արժեք, քիչ թե շատ գոնե ինքը շատ անհաջող։ Հեռախոս դերական, այս իրոք հոգուն կտամ, Արդեն մենք ես օրինակ այսօրվա այդ իր կապիկությունից հասկացա, թե Արցախի նախագահներին ոնց է տվել։ Խոսքը երևի հենց այդ 3 հոգու մասին է, չէ՞, ինքը Արցախի 3 նախագահի հանձնել է Ալիևին։ Ես տպավորություն ունեի, որ ինքը Ալիևի հետ է խոսում։ Երևի նա հայերեն սովորել է մի քանի բառ, որովհետև ախպեր ջան, ընկեր ջան, բանտեցին կելուն պիտի ասի ախպեր։ Ես կարծում որ Ալիևն է, այնտեղ նոր ասում է, չէ՞, 3-ին տվել եմ, այն 3-ին 3 հոգու 3 նախագահի տվել է 10 գերիների, դե 18 գերիների թիվն է, չէ՞ ոնց որ։ Ես տպավորություն ունեցա, որ դա Ալիևի հետ իր խոսակցություններից մեկն են գախնազերծե։ Բայց մենակ այդ 3-ին չի տվել, բա 150,000-ին էլ, այսինքն ինքը դարձը մեր ժողովրդից փաթեթավորում, ամբողջ մի էթնիկ բնակչության իր հայրենիքում ապրող 150,000 մարդու տեղահանության է ենթարկում, այդ էլ ասում է, դե գիտեք ինչ, այդ արել եմ, հանկարծ չմտածեք, որ ես սխալ եմ արել, այդ մարդիկ պետքա վերադարձ իրավունք ունենան, նրանց իրավունքները խախտվել է, որովհետև ինքը դա կազմակերպված արել, ինքը թշնամություն է արել։ Եվ հիմա կանգնել լսել, թե նա ինչեր է երկնում ցեղասպանության դրա։ Չես ուզում ես երկրի, մեր երկիրը ասում է ստեղծվել է դրա համար, չես ուզում այդ երկրին ծառայես, ռադետ քաշի գնայի իմիջ երկրին ծառայ։ Բայց դու չես կարա մնաս դե վարչապետ ու այդ երկրին ծառայես։ Որովհետև զուգահեռ էր, չէ՞, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը խոսում է 18 թվականի ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանության մասին, չգիտեմ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տա զուգահեռ։ Այսի կազմակերպված սինխրոն գործունեություն է։